Բարև սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն մայիսի 16-ն է, շատ կարևոր եւ հետաքրքիր հաղորդում ունենք այսօր մենք, քանի որ հանդիպում է տեղի ունեցել Ալբանիայում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի միջև եվրոպական քաղաքական համայնքների 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում չափազանց կարևոր հարց կա քննարկելու այս առումով, նախքան դա անպայման կոչ եմ անում եւ հիշեցնում եմ լայքերի համար եւ արագ սկսում ենք մեր քննարկումը։ Ինչպես արդեն ասեցի, տեսանյութերը տարածվել են եւ այդ տեսանյութերից հստակ երևում է, որ հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի միջև։ Այս պահի դրությամբ կոնկրետ հաղորդագրություն դեռևս չկա, եթե ընթացքում լինի, երբ որ մենք անում ենք այս հաղորդումը, ես կվերադառնամ այս հարցին, բայց շատ կարևոր է նշել, որ հանդիպում է տեղի ունեցել նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Նիկոլ Փաշինյանի միջև, ինչպես նաեւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Ալիևի միջև։ Գիտեք, նաև Կայա Կալասի հետ է եղել 3 հանդիպում, հետաքրքիր հայտարարություններ կան այս առումով, Կայա Կալասը ասել է, որ բոլորի շահերից է բխում, որ Հայաստանն եւ Ադրբեջանը ստորագրեն խաղաղության պայմանագիր, իսկ ավելի կարևոր հայտարարություն է արել Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նա շնորհավորել է Հայաստանին եւ Ադրբեջանին, որ խաղաղության պայմանագրի այդ կետերը քննարկվել եւ ավարտվել են, այսինքն խաղաղության պայմանագիրը համաձայնեցվել է վերջապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ամենակարևորը նա ասում է, որ Եվրամիությունը պատրաստ է ներդրում կատարել ռեգիոնալ փոխկապակցվածությանը եւ Եվրամիությունը մտադիր է ավելի մոտ դառնալ տարածաշրջանին եւ մոտեցնել տարածաշրջանը Եվրամիությանը։ Շատ հետաքրքիր հայտարարություն է եւ այս հայտարարությունից հստակ մեկ բան ենք մենք հասկանում, որ Եվրամիությունը չափից դուրս շատ է շահագրգռված, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն, կնքվի խաղաղության պայմանագիրը, Եվրամիությունը խոստանում է, որ դրանով իսկ տարածաշրջանը, ամբողջ տարածաշրջանը, այսինքն Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը ավելի մոտ կդառնան Եվրամիությանը եւ Եվրամիությունը դրա համար մեծ ջանքեր կգործադրի, կոնկրետ գործում ջանքեր կգործադրի։ Սա շատ հետաքրքիր հայտարարություն է, ես կարծում եմ, որ թե Ալիևը եւ թե Փաշինյանը շատ լավ հասկանում են, թե ինչ է դա նշանակում, կարծում եմ Ռուսաստանում եւս շատ լավ ընկալում կա, թե ինչ է դա նշանակում եւ գնդակը հիմա իմ պատկերացմամբ իրոք Ադրբեջանի դաշտում է։ Ես նշեցի, որ Կայա Կալասի հետ է եղել հանդիպում, Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ է եղել հանդիպում, մենք երեք տեսանք, որ մենք տեսանք Արարատ Միրզոյանի հանդիպումը, հետո տեսանք արդեն Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Անտոնիո Կոշտայի եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Այդ ժպիտներից ընդհանուր առմամբ տհաճություն չզգացի ես պատկերացնում եմ, որ մի փոքր ավելի դառնություն կլինի այդ շքերթին մասնակցելուց հետո, բայց սկզբնական, ամենայն դեպս սկզբնական այդ հայացքը այնպիսին էր, որ կարծես թե կրկին Եվրամիությունը փորձել է մասամբ աճ փակել Նիկոլ Փաշինյանի այցին Մոսկվա, ինչը բնականաբար շատ լավ է, ով հիմա ինչ ուզում է թող ասի, ես էլ էի քննադատում եւ բավականին լուրջ ձևով քննադատում էի Նիկոլ Փաշինյանին, տեսակ շատ սուր եւ լուրջ ձևով, եւ իմ մտավախությունը միայն այն էր, որ Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները կվատանան, խնդիրներ կառաջանան Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան, Եվրամիություն, չեմ ասում, որ չի առաջացել, կարծում եմ, որ այնուամենայնիվ ինչ որ միտեղ հնարավոր է նրանց մոտ դա նստված տվել է, բայց այսպես դիվանագիտական գեղեցիկ ժպիտների ներքո եւ այդ հայտարարությունների, հանդիպումների ներքո այդ ամենը այդ կանել չէր զգացվում, ինչը բնականաբար լավ է եւ մենք սա պետք է հստակ արձանագրենք, ով ինչ ուզում է ասի, բնականաբար մեր շահերից է բխում, որպեսզի Հայաստանի հետ Եվրամիությունը ունենա լավ հարաբերություններ եւ ոչ մի խոչընդոտ չունենանք այդ առումով եւ հետեւաբար մեր քննադատություններ դրա համար է, եթե դա խնդիր չի ստեղծել Հայաստան Եվրամիություն հարաբերությունների միջև, կրկնեմ, չեմ կարծում, որ չի ստեղծել, բայց եթե մինիմալ վնաս է հասցնում եւ դա վերականգնելի է, շատ ավելի լավ։ Այդ ժպիտներից, հանդիպումներից եւ այդ կարևոր հայտարարությունից Ուրսուլա ֆոն դեր Լայենի, այսինքն նրանք հույս են հիմա հստակ հայտարարում, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջապես կկնքվի խաղաղության պայմանագիրը, բայց ես ուզում եմ վերադառնալ կրկին Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հանդիպման։ Անկեղծ ասեմ, շատ հստակ է, շատ հեշտ է պատկերացնել, թե հիմնական հարցերը որոնք են քննարկվում։ Կարծում եմ, որ դուք էլ շատ լավ գիտեք, սիրելի հայրենակիցներ, ովքեր որ հետևում են մեր
հաղորդումներին եւ ոչ միայն ընդհանրապես հետևում են քաղաքական իրադարձություններին, շատ լավ գիտեք, որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնել, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը լուծարել։ Այս առումով երեք Նիկոլ Փաշինյանը հարցազրույց, ավելի ճիշտ հարց-պատասխան հարցերին էր պատասխանում ադրբեջանական լրատվամիջոցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի փակման հարցին անդրադարձավ, որ միանգամից, երբ որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այդ պահին կարող է ստորագրվել նաև Մինսկի խմբի լուծարման հարց, այսինքն կոչ ԵԱՀԿ-ին, որպեսզի այդ Մինսկի խումբը լուծարվի, որպեսզի Ադրբեջանը չներմուծի կոնֆլիկտ Հայաստանի տարածք, փակելով իր տարածքում, ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը։ Երկրորդ հարցը սահմանադրության հարցն է, որը եւս բարդություններ ունի։ Այդտեղ Նիկոլ Փաշինյանը բացատրում էր, որ նման բան կա նաև Ադրբեջանի սահմանադրության մեջ, եւ եթե ստորագրվի այդ փաստաթուղթը, նախ այդ փաստաթուղթը գերակա կլինի ներքին օրենսդրության նկատմամբ, իսկ երկրորդը, որը որ ավելի կարևոր է, Հայաստանի սահմանադրական դատարանը արդեն իսկ գնահատական է տվել այդ ամենին, այսինքն երբ որ Հայ-Ադրբեջանի հետ սկսվել է սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը, ուղարկվել էր այդ հաստատուղթը սահմանադրական դատարան եւ սահմանադրական դատարանը հաստատել էր, որ այդ հաստատուղթը չի հակասում Հայաստանի սահմանադրությանը։ Հետևաբար այս ամենը բացատրում էր Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական լրատվամիջոցներին եւ Ադրբեջանի նախագահի եւ Փաշինյանի խոսակցության հիմքում միանշանակ դա կլինի, միանշանակ այլ հարցերի շարքում կարող է լինել այն, որ թե ինչպես Հայաստանը պետք է ինչ ձևով պետք է ճանապարհ տրամադրի Ադրբեջանին դեպի Նախիջևան եւ Ադրբեջանը ինչ ճանապարհներ, ինչ ձևով պետք է տրամադրի Հայաստանին, հավանաբար դեպի հիմնականում Ռուսաստան եւ Նախիջևանով դեպի Իրան երկաթ գիծը։ Երևի այս հարցերն են հիմնականում քննարկվելու, այսինքն ես համենայն դեպս ուրիշ հարց չգիտեմ, որը որ քննարկման թեմա է, փորձելու է Ադրբեջանը կարող է կրկին խոսել ինչ որ Հայաստանից գաղթած ադրբեջանցիների մասին, նման փորձեր կարող է անել Իլհամ Ալիևը, չեմ կարող դա պնդել հաստատ, բայց դա եւս հնարավոր է։ Ընդհանուր առմամբ ասենք, թե ինչ արձագանք կլինի այդ հանդիպումից եւ այդ արձագանքից մենք արդեն հստակ կհասկանանք, թե ինչպես է անցել այդ հանդիպումը, արդյոք կողմերը կարողացել են մոտեցնել իրենց դիրքորոշումները, թե ոչ։ Կարևոր է այստեղ նշել, որ խաղաղության պայմանագրի համաձայնությունից հետո սա առաջին հանդիպումն է Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի միջեւ։ Արտգործնախարարները Հայաստանի եւ Ադրբեջանի արդեն իսկ հանդիպել էին, հիշում եք, հանդիպում էր տեղի ունեցել նաեւ Թուրքիայում, իսկ սա ես որքան գիտեմ, եւ չեմ սխալվում հաստատ միանշանակ, սա առաջին հանդիպումն է հաստատուղթը համաձայնեցնելուց հետո։ Եվ ահա նոր հաղորդագրություն ստացվեց, որ հանդիպում է նաեւ, այսինքն կարճատև ոտքի վրա շփում է տեղի ունեցել նաեւ Նիկոլ Փաշինյանի եւ Էրդողանի միջեւ, որից հետո արդեն հանդիպում են ունեցել Էրդողանը եւ Իլհամ Ալիևը։ Հիմա անցնենք միջազգային հարցերի քննարկմանը, բայց եթե ընթացքում լինեն նոր հայտարարություններ այդ հանդիպման վերաբերյալ, մենք անպայման կանդրադառնանք այդ հանդիպմանը, որը որ ամենակարևոր հարցն է այսօրվա մեր հաղորդման համար։ Հիմա անցնենք միջազգային հարցերին։ Ինչպես արդեն տեղյակ եք, Ստամբուլում վերջապես սկսվեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները սկսվեցին, դրան մասնակցում է նաեւ Մարկո Ռուբիոն, Թուրքիան է ներգրաված ակտիվ, ես որքան հասկանում եմ, ուկրաինական կողմը հատուկ ցկցկեց, որպեսզի այն տեղի չունենա երեք, եւ այդ հանդիպումը այսօր է տեղի ունենում, տարբեր հայտարարություններ են արդեն հնչում, կարծես թե ռուսական կողմը դրական է ընդհանուր առմամբ գնահատում այդ հանդիպումը։ Հանդիպումներ կան Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, Մարկո Ռուբիոն հստակ հասկացնել է տալիս, որ իրենք պատրաստ չեն այլևս աշխարհի մեկ ծերից մյուս ծերը թռնել, որպեսզի շարունակեն բանակցությունները, եւ ըստ Մարկո Ռուբիոյի միակ հնարավորությունը այն է, որ հանդիպեն նախագահները, խոսքը Դոնալդ Թրամփի եւ Պուտինի մասին է, եւ հստակ կերևա, թե խաղաղություն կլինի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, թե ոչ, եւ կա խոսք նրա մասին, որ մոտակա 2-3 շաբաթների ընթացքում հնարավոր է նման հանդիպում։ Պեսկովը նաեւ ասում է, որ այսօր կարող է միջազգային հեռախոսազրույց ունենա Վլադիմիր Պուտինը։ Հնարավոր է Դոնալդ Թրամփի հետ
լինի այդ հեռախոսազրույցը։ Իսկ Զելենսկին ասում է, որ եթե Ռուսաստանը չի համաձայնվում հաստատել խաղաղություն, ապա շատ լուրջ պատժամիջոցներ պետք է մտնեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Նավթի վաճառքի արգելք հիմնականում դա է, նվազեցում նավթի գների, տեսնենք, այսինքն լուրջ պատժամիջոցների հարցը կրկին օրակարգում է եւ ավելի ու ավելի բաց են սկսել խոսել հիմա բոլորը այդ մասին։ Եվ կրկին վերադառնամ Մարկո Ռուբիոյի հայտարարություններին, նա ասում է, որ այսօրվա բանակցություններից հստակ կդառնա, թե Ռուսաստանը համաձայնություն կտա հրադադարի, թե ոչ։ Եվ այս բանակցություններից է կախված լինում, թե հանդիպում տեղի կունենա Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ, թե ոչ։ Եվ մեկ կարևոր լուր եւս, Բաքվում այնուամենայնիվ տեղի է ունեցել հանդիպում թուրքական եւ իսրայելական կողմերի միջև, ինչպես նաեւ սիրիական կողմի միջև, քննարկել են իրենց միջև արկա հարաբերությունները եւ այդտեղ կոնկրետ քննարկվել է Սիրիայի Աբրահամի համաձայնագրին միանալու հարցը։ Շատ մանրամասներ չկան այս առումով, բայց կոնկրետ շատ լուրջ աշխատանք է տարվում, որպեսզի հիմա Սիրիան միանա Աբրահամի ծրագրին, ինչպես նաեւ Ադրբեջանի մասին գիտեք խոսք կա, նույնիսկ մենք խոսել ենք այն մասին, որ Վիտկոֆը հայտարարել է, թե դրան կարող է միանալ նաեւ Հայաստան։ Որոշները ասում են, որ սա աբսուրդ է, Հայաստանը չի կարող միանալ, բայց ես չեմ բացառում, քանի որ կոնկրետ որևիցե արգելք չկա դրան, որ Հայաստանը եւս միանա այդ ծրագրին։ Հիմա Իրանը դեմ է լինելու, թե չի լինելու, դա արդեն այլ հարց է, բայց դա կարող է նոր հնարավորություն ստեղծել իրոք շատ կարևոր հնարավորություն տարածաշրջանի համար։ Հիմա տեսեք, եթե խաղաղություն է հաստատվում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, ստորագրվում է այդ խաղաղության պայմանագիրը, ինչով կարող է ամրագրվել այդ խաղաղության պայմանագիրը։ Նախ այդ Աբրահամի ծրագրին միանալով Հայաստանը շատ կարևոր նշանակություն է սկսում ձեռք բերել նաեւ Իսրայելի համար, իր ունիկալությունը կարող է կորցնել միանգամից Ադրբեջանը այդ առումով, եթե Իսրայելը բնականաբար ցանկանում է, եթե խաղաղություն է հաստատվում մեր տարածաշրջանում, ապա առևտուրը շատ լուրջ ձևով սկսում է խորանալ Հայաստանի, ինչու՞ չէ Սիրիայի, եթե Սիրիան է միանում այդ ծրագրին եւ Սիրիան է խաղաղվում եւ Իսրայելի միջև շատ կարևոր ճանապարհ է հաստատվում, եթե Թուրքիան էլ իհարկե չսկսի խոչընդոտել Սիրիային, որպեսզի Սիրիան հակադրվի Իսրայելի հետ։ Մյուս կողմից Եվրամիությունն է, ես արդեն նշեցի Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը, այս կոնկրետ հայտարարությունների վրա եմ հիմնվում, սիրելի հայրենակիցներ, գործնականում այդ ամենը դրսևորում գտնելու է, թե չէ, մենք բոլորս միասին ենք ականատես լինելու, բայց Եվրամիությունն էլ իր հերթին ուզում է, որպեսզի մեր տարածաշրջանը ավելի մոտ դառնա Իրան, փորձում են ինտեգրել թե Վրաստանը եւ թե Հայաստանը, ապագայում նաեւ կփորձեն Ադրբեջանը եւ դրա համար բնականաբար խաղաղություն է հարկավոր։ Չինաստանն էլ մեկ ճանապարհ, մեկ գոտի ծրագիրը ունի, դա եւս մեծ հաշվով Եվրամիությանը դեմ չհակասող ծրագիր է, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հնարավոր է շահերի բախում լինի, պետք է ավելի խոր ուսումնասիրել եւ հասկանալ։ Հիշում եք նաեւ Բայդենի վարչակազմից հայտարարություններ կային, որ եթե խաղաղություն լինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, դա շատ կարեւոր է լինելու առևտրի համար Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, կարծում եմ այդ ծրագիրը եւս ուժի մեջ կլինի միանշանակ նաեւ Թրամփի օրոք, մեծ հաշվով այդպիսի լուրջ ծրագրերը չեն փոխվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ ահա հիմնականում սա է։ Եվ կոնկրետ հիմա հարցը կրկնեմ Ադրբեջանի դաշտում է, թե Ադրբեջանը ստորագրում է այդ խաղաղության պայմանագիրը, ապա տարբեր ծրագրերով կարող է տարածաշրջանը կապվել ամբողջ աշխարհի հետ, ինչը ամբողջովին փոխելու է մեր տարածաշրջանի պատկերը։ Եթե խաղաղություն է հաստատվում նաեւ, խաղաղություն չասենք, ատոմային ծրագրի շուրջ ստաբիլ իրավիճակ է հաստատվում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, պայմանավորվածություն է ձեռք բերվում Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, դա եւս բնականաբար շատ լավ է։ Այսինքն հիմա կոնկրետ խոսում եմ շատ պոզիտիվ ինչ որ հնարավոր ծրագրերից, տեսնում եք ինչքան շատ պոզիտիվ ծրագրեր կան, միակ խափանման ուժը այս ամենի մեջ, որ այդ ամենը կարող է խափանել, ես տեսնում եմ ցավոք սրտի Ռուսաստանի Դաշնությունը եւ Ռուսաստանի Դաշնությանը միանշանակ ձեռնտու չեն այս ծրագրերը։ Հնարավոր է Չինաստանին եւս,
կրկնեմ, Չինաստանի մասով առանձին շատ խոր ավելի ուսումնասիրելու հարց կա Չինաստանին որքանով սա ձեռնտու է, թե ոչ։ Բայց վերադառնանք կրկին Ուկրաինայի հարցին, ուղղակի ես մի բան շեղվեցի, քանի որ իրոք կարևոր միտք առաջացավ, այսինքն այդ միտքը կար, բայց ուղղակի արտահայտվելու հնարավորություն առաջացավ, փորձեցի կապել այդ ամենը իրար հետ։ Հիմա կրկին վերադառնանք Ուկրաինայի հարցին, Պեսկովը հետաքրքիր հայտարարություն է արել, ասել է, որ Պուտինի եւ Դոնալդ Թրամփի շփումները իրոք չափազանց կարևոր են ուկրաինական կարգավորման համատեքստում։ Հիմա սկսում է ուղղակի Պեսկովը համաձայնվել, քանի որ իրեն այդպիսի հնարավորություն են տվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունները, որ հա, իրոք Պուտինի եւ Թրամփի հանդիպումը կարող է չափազանց կարևոր լինել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղության հաստատման համատեքստում։ Բնականաբար դա եւս հնարավորություն է տալու Ռուսաստանին հետաձգել հրադադարի ռեժիմ, հրադադարի հաստատումը։ Եվ հիմա կրկին 2-3 շաբաթ հայտարարություններ, խաղեր, հետո էլի 2-3 շաբաթ անց հնարավոր է հայտարարեն, որ մեկ շաբաթով եւս հետաձգվում է այդ հանդիպումը, արդեն մենք ծանոթ ենք եւ պատկերացնում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Եվ այդպես է կարծում նաեւ իմիջիայլոց Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, ասում է, որ Պուտինը չափազանց դանդաղ է, չափազանց դանդաղեցնում է այս գործընթացը եւ նրա խոսքերով այնինչ մենք տեսանք երեկոյան, դա մեկ անգամ եւս ապացուցում է այն, որ Պուտինը լուրջ չի տրամադրված խաղաղություն հաստատելու գործընթացի շուրջ։ Հիմնականում այսքանը, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ կրկին լայքերի համար, բաժանորդագրվեք մեր ալիքին, եթե մինչև հիմա չեք բաժանորդագրվել մեր ալիքին, կարող եք տարածել նաև մեր տեսանյութը ձեր սոցիալական ցանցերում, ինչպես նաև անպայման գրեք ձեր կարծիքը մեկնաբանությունների մեջ։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։